Առանց հեռախոսների, ինքնաշեն ռադիոընդունիչների ու հուշող թերթիկների քննասենյակում դրանք հաստատ չեն օգնի։ Դեռ մի բան էլ կխանգարեն։ Քննասենյակներում հեռախոսային կապը խլացվելու է։ Նույնիսկ հեռախոսից չօգտվել եք, բայց գրպանում պահելը վերջ կդնի ուսանող դառնալու ցանկությանը։ Քննասենյակ պետք է մտնել հույսը սեփական անձի ու գիտելիքի վրա դնելով։ Եթե երեխայի գրպանում եւ այլ տեղ թաքցված մենք հեռախոս հայտնաբերեցինք, անմիջապես առանց նախազգուշացման պիտի հեռացվի քննությունից եւ այլևս երկրորդ փուլում քննության հանձնել չի թույլատրվի նրան։ Հունիսի առաջին աշխատանքային օրից սկսվում է քննական ամիսը։ Միասնական քննությունների օրերը հայտնի են, թեստերը տպագրված, քննական կենտրոնները տեխնիկապես պատրաստ։ Այս տարի առաջին փուլով քննասենյակ կմտնի 13800 դիմորդ։ Մենք տեղակայել ենք 34 քննական կենտրոններ, որից 10-ը Երևան քաղաքում են եւ 24-ը հանրապետության մարզերում։ Ամենաշատ դիմաց առարկաների շարքը այս տարի գլխավորում են հայոց լեզուն ու գրականությունը, հետո մաթեմատիկան է ու անգլերենը։ Դիմորդներին այս տարի չեն հետաքրքրել իտալերենն ու պարսկերենը։ Ռուսաց լեզվի քննությունը հունիսի 23-ը միասնականի վերջին օրն է։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենը շեշտում է, այս տարի թեստերը կազմող հանձնաժողովը բացառել է խնդրահարույց հարցերը։ Մենք աշխատում ենք թեստը այնպիսին լինի, որպեսզի ոչ շատ հեշտ լինի, ոչ շատ բարդ։ Դիմորդների մեծ մասը Երևանից է, հետո Շիրակն է ու Լոռին։ Ամենաքիչ թվով դիմորդներ կան Վայոց ձորից։ Ծնողները կարող են քննության ընթացքին հետևել էկրաններով։ Այդա Կարապետյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։